Ինչքան կարելի է գալ խորհրդարան վիրավորել իր աշխատելու տեղը։ Ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն։ Մենք շատ խոշոր աշխատանքներ կատարել ենք ու ցույցել չենք տվել։ Դուք մի շրջան Նիկոլ Փաշինյանի հետ ուզում եք համագործակցել։ Ժողովուրդ ջան, եթե ուզում եք ինձ ավելի լավ ճանաչեք, կարաք ինձ հետ հանդիպեք։ Բայց ի՞նչն է պատճառը, որ միշտ ձեր խոսքը վերածվում է հումորի։ Իմ տեսին ժամանակին ես եմ իմ ընկերն է Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, ես եմ իրեն հրավիրել Հայաստան։ Այսինքն կարող ենք ֆիքսել, որ զրոյց եք սկսել դուք։ Ասել եմ, որ ես ոնց եմ 24 տարեկանում ունեցել ամենակիչը 2000 աշխատող Զաբայկալիայում, 500-ից ավել Քևեռում։ Այսինքն, եթե համեմատում ենք ամեն դեպքում տնտեսական առումով, հիմա ավելի լավ է, քան առաջ։ Ես միշտ լավն եմ ասում, մեր ժողովուրդը ամենալավն է։ Քաղաքականության մեջ մարդիկ հաճախ շատ խոշոր գումարներ են աշխատում, սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ ծախսում են շատ խոշոր գումարներ եւ ոչ մի արդյունք չեն ունենում։ Ողջույն, այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի նախկին падգամավոր, Գավառի պատվավոր քաղաքացի Ուժը հայրենյաց կուսակցության նախագահ Տիգրան Արձաքանցյանը։ Ողջույն, պարոն Արձաքանցյան։ Բարև։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուրի եկաք, եւ հենց ամենասկզբից սկսենք նրանից, թե ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն։ Ես 2003 թվականից եմ մտել քաղաքականության մեջ ու մեր Եղարքունիքի մարզի падգամավորի տեխնացու եմ եղել, անկախ падգամավոր եմ եղել, ասեմ ու ամենակարևորը մեր տարածաշրջանի ժողովրդին ինչ խոսք տվել եմ, բոլոր խոստումներս կատարել եմ ու արդյունքները մինչև հիմա մեր ժողովուրդը վայելում են։ Ես զբաղվում եմ այդ ժամանակ բիզնեսով, գործարար եմ եղել ու եկել եմ Հայաստան 97 թվականին խոշոր գումարով ու մեծ ներդրումներ եմ կատարել տարբեր ոլորտներում, թե տեքստիլի, թե կոշիկի արտադրության, թե գյուղատնտեսության ոլորտում ու մեծ էքսպորտ եմ սկսել կատարել այդ մեր ստացած ապրանքներով ժամանակին, աշխատել ենք ու աշխատանքը շարունակվում է տարբեր ոլորտներով ու ասեմ ձեզ կային այդ ժամանակ թերի օրենսդրության մեջ տարբեր հարցեր ու մեր քաղաքը, մեր համայնքները անմխիթար վիճակի մեջ են եղել այդ ժամանակ ընթացքում ես եկել եմ որ մեր ժողովրդի կողքը կանգնեմ, մեր քաղաքի կողքը կանգնեմ, մեր ժողովրդի, մեր համայնքի ու կարողանամ այդ բոլոր խնդիրները լուծել ու այդ խնդիրները ես դիմում էի կառավարությանը, խորհրդարանին, գործող իշխանությանը ու հարցեր կար, որ իրենք չէին կարողանում հասցնեին ֆինանսավորեին բյուջեն այդքան հարուստ չէր, ես իմ հիմնադրամով, իմ աշխատած, իմ վաստակած գումարներով օգնում էի պետությանը ճանապարհները կառուցելու համար, օգնում էի համայնքներին գազամուղները կառուցելու համար, ջրագծերը կառուցելու համար, դպրոցները վերանորոգելու համար ու համարյա 4 կիլոմետր ճանապարհը կառուցել են Գավառում, մուտքից մինչև վերջ, մայթերով, լուսավորությունով, Դա որ թվերի մասին է խոսքը 2008 թվականին դուք կարաք YouTube-ով բացեն մեր ժողովուրդը նայեն ինչ արել ենք մենք, ասեմ ձեզ, ես Արացից եմ խոսում, մարդիկ գան, ասում են գան կանենք, չէ՞։ Իսկ ես Արացից հետո եթե հարց չտայիք, էլի չէի ասի, որտեվ իմ հիմնադրամով ինչ աշխատանքներ կատարել եմ, YouTube-ան էջում կա, այն ժամանակ մենք պրոֆեսիոնալ չենք զբաղվել, որ ցույց տանք մեր ժողովուրդը տեսնեն մենք ինչ ենք արել, մենք գիտենք, որ արել ենք։ Հիմա սկսել են մարդիկ մի փոքր աշխատանք կատարել, տարբեր ձևի վիդեոհոլովակներով ցույց են տալում, որ անում են շատ խոշոր աշխատանքներ, բայց մենք շատ խոշոր աշխատանքները կատարել ենք ու ցույցել չենք տվել։ Ասեմ ձեզ, հետո որ ընտրության ժամանակ տեսա մանավանդ 2017 թվականին, որ ընտրությունները սկսվեց, հանրապետական կուսակցության շահերն էի ես այդ ժամանակ պաշտպանում, ասեմ ձեզ, ես այդ ժամանակ, որ մայրիկիս ասեցի, մեր ձայնագրությունները, այդ հոլովակները որտեղ են, որ մի հատ տեսնեմ ինչ աշխատանքներ են կատարել։ Դուք չեք պատկերացնում, մայրիկս այդ ժամանակ տնօրենն էր
հիմնադրամի, հիմա էլ նույնպես դուք իսկապես չեք պատկերացնում ինչ հսկա աշխատանքներ ենք մենք կատարել, ես զարմանում էի մայրիկս այդ տարիքում ոնց է այսքան աշխատանք կատարել մեր մարզում ու կարողանաք մի օր մտնեք մարզ, հարցնեք ժողովրդին, սովորական տեսնեք իսկապես բացի մեզանից, ես չգիտեմ, ով է այդ աշխատանքները կատարել։ Մենք բոլոր դպրոցներին միշտ ապահովել ենք առաջի դասարանցիներին իրենց գրենական պիտուկներով ու պաուսակներով, ով չէր կարողանում հագուստ գներ, բոլոր սոցիալական խնդիրներով, չեք պատկերացնում, վերանորոգումով, համակարգիչներով, սեղան, նաթորել չգիտեմ, ինչով կարում ենք ոչ մետեղ մենք տարբերություն չենք դրել։ Գիտեք ոնց եկավ այդ իդեան, որ մենք գլոբալ այդ աշխատանքը կատարենք, եկավ այնտեղից, որ շատ մարդիկ էին դիմում սեպտեմբերի մեկը գալիս է, խնդրում ենք պարոն Արձականյան մեզի դպրոցի պաուսակների համար գումար տվեք, գրենական պիտուկների համար, գրքերի համար, ուրեմն ես շատ վատ էի զգում, որ մենք այսքան խնդիրներ ունենք, որ ժողովուրդը չեն կարող սոցիալական սենց իրենց տարբեր խնդիրները լուծել, մանավանդ, որ երեխան պետք է գնա սեպտեմբերի 1-ը դպրոց, ինքը պետք է պայծառ հայացքով մտնի, ուրախ մտնի, որ լավ տրամադրությունով գիտելիքներ ձեռք բերա, որ ինքը դպրոցական պաուսակ չեն կանում գնան։ Դրա համար ես ասում եմ, շատ չխոսամ դրա մասին, ու ասեմ ձեզ, մենք 18 տարից ավել այդ աշխատանքը կատարել ենք։ 18 տարի համայնքներից մինչև 2018 թվականը, մինչև հեղափոխությունը կատարել ենք այդ աշխատանքը, ավել։ Ու ինչ համար եմ ասում, այդ որ չտարբերվեին երեխաները մյուս երեխաներից, ումնա լավը, ումնա վատը։ Մենք հավասար բոլոր իմ տարածաշրջանի մեջը բոլոր դպրոցներին անում էինք։ Բոլոր, դու չեք պատկերացնում, բոլոր դպրոցներին մայրիկս իմ երեխաների հետ գնում էր այդ աշխատանք կատարում էր։ Ես էլ մի քանի անգամ գնացել ենք, բաժանել ենք ու միջոցառումներ ենք կազմակերպել։ Այդքան ուզեմ ասեցի ձեզ 1%-ը։ Այ տեսեք, դուք բազմաթիվ բարեգործական ծրագրեր եք կատարել, ես հասկացա, որ օգնել եք բազմաթիվ, մասնավորապես ձեր մարզի բնակիչներին, ինչը ձեզ ստիպեց մտնել քաղաքականություն։ Կարող եք ի վերջո որպես բարեգործ շարունակել ձեր գործունեությունը։ Չէ, դες չի կարելի։ Ասեմ ձեզ, որտեվ չէր ստացվում։ Միշտ խնդրողի դերում չես կարող լնես, միշտ դիմումներ գրում ես, չեմ պատասխանում, ու չեմ պատասխանում։ Ես եղել եմ դրա մեջը։ Դրա համար ես որոշեցի մտնեմ խորհրդարան, անձամբ ես հսկողություն կատարեմ պակաս աշխատանքներին, որ ինչ կարիք կա մարզում տարբեր խնդիրները լուծելու համար, դպրոցներ կառուցելու համար, մանկապարտեզները վերանորոգելու համար, ասեմ ձեր ճանապարհները վերանորոգելու համար, սոցիալական կարիք ունեցող ընտանիքների թոշակները ուշադիր լինեն, որ ժամանակին իրենք վճարեն, թոշակները կարողանան բարձրացնեն։ Մեծ աշխատանքներ կար գյուղատնտեսական ոլորտում, ինչով կարանք պիտանի լինենք, որ այդ օրենքները, այո, բավոնց, ասեմ ձեզ, այդ ժամանակ ընթացքում, որ իշխանությունը գլխին հանրապետական կուսակցություններ, Հազարհանգիստ Անդրանիկ Մարգարյանին, ասեմ ձեզ, ոչ մի անգամ իմ դիմումներին չի մերժե ու պետական բյուջեից իրենք բոլոր ծախսերը մցրել են, կատարել են մեր հետ, որտեղ Անդրանիկ Մարգարյանը, այո, վարչապետը մեր Հազարհանգիստ իրեն հոգին լուսավոր լինի, շատ լավ, անձեր շատ լավ ղեկավար էր, շատ հայրենասեր էր, ասեմ ձեզ, որ իմանաք, ու մենք մեծ աշխատանքներ ենք իրար հետ կատարել, ու ինքը տղամարդանակ ասում էր, Արձականյան ջան, այս ինչ դիմել ես, այդքանը կարանք չհասցնենք, քո հիմնադրամը կարա օգնի, ասել եմ, այսքանով էլ մենք կօգնենք, եկեք անենք հավասար, հավասարել ենք արել, առանց իրանց էլ եմ արել, մեծ աշխատանքներ կատարել ենք, շատ լավ համագործակցություն է եղել, ասեմ ձեզ իշխանության հետ։ 2018 թվականին դուք կողմ եք հեղափոխությանը, իշխանափոխությանը, չգիտեմ դուք ոնց եք բնութագրում, նախ դուք ինչ եք կարծում, ինչ եղավ 2018-ին։ Գիտեք, եղավ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, հեղափոխությունը կատարվեց, Իրանից հետո թողեց մեծ հետքեր,
Մենք ունենք լավ կողմեր, ունենք վատ կողմեր, ասեմ ձեզ, փոփոխություն շատ կատարվեց, որ ասենք նույնը մնացե սուտ է, Դեպի լավը։ ասեմ ձեզ, դեպի լավն էլ է շատ դեպի լավ մենք ունենք նույնպես, ու ամենավատը, որ մենք ունեցել ենք պատերազմ, ունենք 5000-ից ավել կորուստ, այդքան երիտասարդներ մենք կորցրեցինք, ունենք 15000-ից ավել հաշմանդամներ, ունենք կորցրած Արցախ, ունենք այսօր, որ մեր սահմաններում նստած են մեր թշնամիները, մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում, իրանք գտնվում են մեր սահմանում, ունենք մենք գերիներ, որ թուրքերը ինչ հոտված ուզում են կապեն մեր հայրենակիցներին ու ինչ ստացիաներով ուզում են իրենց հետ դատապարտում են։ Ամենավատը այն է, որ մենք այսօր չենք կանգնում պետականորեն իրենց կողքը, Ում կողքը։ մեր գերիներին իրենցը ազատելու համար։ Շատ վատ է, որովհետև մենք պետք է ամեն ինչով ցույց տանք, որ մենք պետություն ենք, բոլոր քաղաքացիների համար պատասխանատվություն ենք մենք կրում, ու իրենք պետք է իմանան հարևան երկիրը նույնպես, որ այդ քաղաքականության մեջ իրենք, որ մեր հետ այսօր բանակցություններ են կրում, իրենք էլ պետք է պատասխան տան դրա համար, որովհետև իրենք էլ ունեին հայկական բանտերում Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ցմա դատապարտված էին, մենք բոլորին վերադարձրեցինք։ Այդ դա ճիշտ էր, որ վերադարձրեց։ Վերադարձրել են, այո, բավական։ Բայց ճիշտ էր։ Ինչքան գիտեմ, այո։ Չէ, վերադարձնելը ճիշտ էր։ Ուրեմն վերադարձնելը ճիշտ կլիներ այն ժամանակ, որ մենք խաղաղության պայմանագրի կնքելու կետերի մեջը նշեինք, իրենք վերադարձնում են մեր բոլոր գերիներին, մենք էլ իրենց պետք է լինի փոխադարձ այդ ամեն ինչը։ Տեսեք, բայց պարոն Արձականյան, դուք մի շրջան Նիկոլ Փաշինյանի հետ ուզում եք համագործակցել, չէ՞։ Ուրեմն ասեմ ձեզ, եթե ես մտածում եմ մեր պետության մասին, իմ մեջ կա պետականություն, ես կատարել էի խոշոր ծրագրեր, ոչ թե կատարելի, այլ ես պատրաստել էի, որ կատարեի գա իշխանության կատարելի։ Հիմա իշխանության ղեկին մենք չկարողացանք գայինք, 6-րդ օրը ինձ հանեցին ընտրությունից ու ամենակարևորը ասեմ ձեզ, ես չեմ հիասթափվել դրանից, որտեղ ես հայ ժողովրդի զավակն եմ, իմ արած աշխատանքը արել եմ հայ ժողովրդի համար, այդ ծրագրի վրա աշխատել են տարբեր ոլորտներով արհեստավարժ մարդիկ, ասենք որ պրոֆեսիոնալ, մեծ աշխատանք է կատարվել, օրինակ գյուղատնտեսության ոլորտում ինչա պետք որ վերականգնենք, բժշկական ոլորտում, սոցիալական տարբեր հարցերում, քաղաքական, բոլոր մշակված խնդիրները մենք ունեցել ենք, ոնց աշխատենք մեր սփյուռքի հայրենակիցների հետ, մեծ ծրագիր ենք ներկայացրել ու ես գնում էի այդ հարթակը մասնակցելու համար, որ այդ ծրագրի տարբեր կետեր ընդունեին, լսեին այսօր իշխանությունները, որ փոփոխություններ կատարեին դեպի լավ ճանապարհ գնալու համար։ Չստացվեց ոչ մի ձև։ Չէ, որ ասեմ չստացվեց սուտ է։ Կան կետեր, կան տարբեր խնդիրներ, որ իրենք մոտեցել են լրիվ, որ ասեմ չէ սուտ է, մոտեցել են շատ լուրջ ձևով ու նմանը կատարել են տարբեր ոլորտներով, իրենք օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել են խորհրդարանում ու այդ աշխատանքներից շատերը կատարվել է։ Նայեք, պարոն Արձականյան, դուք հիմա խոսում եք լուրջ ծրագրերից, ներկայացնում եք ձեր արածները, հա, նույն մինչև падգամավոր դառնալը, դրանից հետո քաղաքականության մեջ մտնելուց հետո եւ ընթացքում, բայց ի՞նչն է պատճառը, որ միշտ ձեր խոսքը վերածվում է հումորի։ Հա, դուք ինքներդ է տեսած կլինեք, միլիոնավոր տեսանյութեր կան, սոցցանցերում, TikTok-ում, Instagram-ում երիտասարդները վերցնում են ձեր խոսքը տարբեր հումորային հոլովակներ են պատրաստում։ Այ ինչու է այդպես։ Ուրեմն ասեմ, ձեր հաղորդման ժամանակ հայտարարում եմ ու ասում եմ, որ մեր երիտասարդները, մեր ժողովուրդը լսի, հասկանա, Արձականյան Տիգրանի արած աշխատանքները, եթե մեկը կարար 1%-ը լուրջ ձևով աներ հայրենիքի համար, ես իրան այդ 1%-ի համար 1000 անգամ շնորհակալություն կասեի,
Ես, որ արխիվում եմ, իմ հետևից միշտ խոսում են ու հումորի են ենթարկում այն մարդիկ, որ իրանց գինը 0 է, որովհետև ես անում եմ աշխատանք, իրանք իրենց ոչնչություն եղած ժամանակ, իրենք իմ անունը ուզում են փչացնեն, քարկոծեն, ոնց ասեմ, հանակի, տարբեր հումորների վերաբերեն ու որ մարդիկ լուրջ չընդունեն, բայց գիտեք ինչ ասեմ, ասես փորձից լինելով, որ մենք ունենք հազարավոր ժողովուրդ, որ եկել են on-line գրանցվել են ուժը հայրենանց կուսակցության շարքերում։ Ես իրանցը ճանաչում եմ անձամբ շատերին, որովհետև 100 հոգանոց, 150 հոգանոց, 50 հոգանոց խմբեր եմ միշտ կազմակերպել, որ անձամբ հետները խոսեմ, ով է մտել մեր կուսակցության շարքերը, իրանից ինչ է ներկայացնում, ինչ արժեքներ ունի, ինչ օգուտ կտա մեր պետությանը։ Ու ուժը հայրենյանց կուսակցության շարքերում ինչ աշխատանքներ կարա կատարի։ Այդ մարդիկ իմ հետ շփվելուց հետո, թե երիտասարդները, թե միջին հասակով մեր քաղաքացիները, իրանք զարմանում են, ասում են, պարոն Արձականցյան, ձեր հետ շփվելուց մենք մեծ հաճույք ենք ստանում, բայց դուք հիմա ձեր հետ շփվելուց ուրիշ մարդ եք, YouTube-ում, Facebook-ում ուրիշ մարդ եք։ Դրա համար ասում եմ, ժողովուրդ ջան, եթե ուզում եք ինձ ավելի լավ ճանաչեք, կարաք ինձ հետ հանդիպեք, մեր կուսակցության դռները բաց է, մեր հեռախոսները միշտ գործում են ու ասեմ ձեզ խորհուրդ եմ տալիս դուք նայեք մենակ մեր օֆիցիալ Facebook-յան էջը, իմ օֆիցիալ Instagram-ի էջը, իմ բոլոր օֆիցիալ կայքերը։ Իսկ գուցե պատճառը նաև հենց Instagram-յան կարճ հոլովակներն են, որ դուք տեղադրում եք։ Ասեմ ձեզ, չէ, գիտեք ինչ մոմենտներ կա, ես ուզում եմ որ մարդիկ հասկանան, օրինակ ընդ կարճ հոլովակներ կա, որ գնում է շատ, ես տարբեր երկրներում եմ լինում, ցույց եմ տալում, որ մարդիկ իրանք գործարար լինելով, հայրենիքին միշտ օգուտ տվող, հայրենիքի մասին մտածող մարդիկ, տարբեր երկրներ, որ մենք գնում ենք, տարբեր գործարարների հետ հարցազրույցներ ենք մենք ունենում, գործնական մենք ունենում ենք խոսակցություններ, տարբեր բանակցություններ, ասեմ ձեզ, որ մենք այդ ամեն ինչը անում ենք, ցույց եմ տալում, խոսում եմ, որ մեր երիտասարդները մենակ չսահմանափակվեն մեր Հայաստանի ներսը իրենց գործերը անեն, ցույց տանք, որ դուք ուզում եք առաջընթաց ունենալ, մեր երիտասարդներին ցույց եմ տալում, բացատրում եմ, դու պետք է դուրս գաք այսօր տարբեր արտերկրներ ձեռք բերեք, արտասահմանյան տարբեր գործարար ընկերներ, որ կարողանաք ձեր բիզնեսը զարգացնեք ու այնտեղ տալիս եմ հետո ես ցույց եմ տալիս առողջ ապրելակերպ այդ կադրերն եմ ցույց տալում, սպորտով զբաղվել, ոչ թե փողոցում թափառել, սիգարետներ, տարբեր տեսակի արգելված բաներ օգտագործեն, խմիչքներով զբաղվեն, ես ցույց եմ տալում առողջ ապրելակերպ, որ կարողանան երիտասարդները այսօր գան ասեն Արձականցյան, ուզում ենք ձեր հետ խոսքի մե 10 կիլոմետր վազենք, ուզում ենք ձեր հետ գանք սպորտ պարապենք, զբաղվենք, գնանք սպորտ սրահ, տեսնենք ինչ կարաք, մեծ փորձ ունեք տարբեր սպորտային կյանքով, դու կարողանաք ինչ կարաք ցույց տաք մեզ տարբեր վարժությունները, տարբեր ձևով մարզվելու, ուժեղանալու, առողջ ապրելակերպ ունենալու համար։ Ես մեծ փորձ ունեմ ամեն ինչի մեջ։ Դրա համար ես ուզում եմ օրինակ ցույց տամ, օրինակ, ես բազմազավակ հայր եմ, բազմազավակ պապիկ եմ, 7 թոռնիկ ունեմ մեծ փորձ ամեն ինչի մեջ։ Դրա համար մենք պետք է լավ օրինակներ ցույց տանք մեր երիտասարդներին, մեր հայրենակիցներին, որ իրենք չկարողանան մոլորվեն իրենց ճիշտ ճանապարհից։ Ես օրինակ եմ ցույց տալում։ Իսկ մարդիկ վախից ամենադաժանն է, որ վախում են ճիշտ խոսելը լսելուց։ Ով-ի նկատի ունեք, ով է վախենում։ Հասկանում եք, ամենավատը ասեմ ձեզ, որ մեր ժողովրդի մեջը կա չարություն ու նախանձություն։ Ես մեր բոլորին շատ եմ սիրում։ Ինչքան էլ չար լինեն, ինչքան էլ վատը ցանկանան, ձեզ էլ եմ սիրում։ Գիտեք ինչի համար, որ սիրում եմ գնաք մտածեք ու ուղղվեք, ձեր հետ աշխատեք ժողովուրդ ջան, որովհետև ինչքան վատը մտածեն, այնքան վատը կստանան։ Բումերանգի օրենքը ոչ մեկ կյանքում չի փոխել, ոնց էլ կարան փոխել։ Լավը ցանես, լավը կստանաս։ Էտա բարին կերտելով մարդ ես դառնում։
Պարոն Արզականցյան, այ դուք շատ հետաքրքիր մտքեր հնչեցրեցիք, ավելի խոհափիլիսոփայական, հա, բայց այսօր մենք տեսնում ենք քաղաքական դաշտում ինչ վիճակ է եւ նաեւ տեսնում ենք, որ 2026 թվականի ընտրություններին նախապատրաստվում են շատ մարդիկ։ Նախ կուզեմ պատասխանեք, դուք մասնակցելու եք թե ոչ եւ ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Գիտեք ինչ, ես շատ մեծ իսկապես ցավ եմ տանում, որ նմանվում է 2021 թվականի ընտրությունների կուսակցության մասնակցողների քանակին։ Դա ցավ է։ Դա ինչ է ասում, եթե դու ունես 27 վարչապետի տեխնացու, ունես 27 կուսակցություն մասնակցում են ընտրություններին, ուրեմն քո ժողովրդի մեջ չկա համախմբվածություն։ Եթե մենք կարողանանք մտածենք մենակ մեր հայրենիքի ուժեղացնելու համար, մեր հայրենիքի զարգացման համար, մեր հայրենիքի ռազմական տարբեր խնդիրները լուծելու համար, տնտեսությունը զարգացնելու համար, մենք պետք է ինչքան լավ խելքեր ունենք, ուղեղներ ունենք, կրթված լավ գիտելիքներով հարուստ արհեստավարժ մենք մասնագետներ ունենք, պետք է իրար հետ հավաքվենք, համախմբվենք, հասկանում եք, կինոյի հենց մեկ գաղափարի շուրջ, որ ունենանք մեկ կուսակցություն, ազգ կուսակցություն, ազգը պետք է դառնա հզոր կուսակցություն, մենք փոքր ենք տարածաշրջանում, հասկացեք, բայց մեր գիտելիքներով, մեր արհեստավարժությամբ մենք կարանք ասեմ ձեզ, մենք ասեմ, մերոպե ասեմ, չէ, դեռ չեմ ասում, ոչ, կոմունիստական կուսակցություն չէ, եթե մենք դառնանք իսկապես մեկ գաղափարի շուրջ հավաքվենք ու գնանք այդ ձևի քաղաքականություն ստեղծենք ու կարողանանք մեր լիդերը լինի մի հոգի ու ոչ թե լիդերից կապված չլինի ամեն որոշումները, այլ լինի խորհրդից կախված ամեն ինչը, հասկանում եք ճիշտ խորհրդարանի որոշումներով մենք կարանք շատ լուրջ քաղաքական խնդիրներ լուծենք տարածաշրջանից դուրս, տարածաշրջանի ներսը, ինչ մենք մեր ներսում պետք է ուժեղանանք, որ դրսում կարողանանք ցույց տանք մենք ուժեղ պետություն ենք, զարգացված, կրթված, ասում եմ, մեկ գաղափարի շուրջ պետք է հավաքվենք։ Տեսնում եք հիմա քաղաքական դաշտում ինչ է կատարվում։ Հենց մեր երիտասարդները պետք է այսօր մտածեն դրա մասին, ինչ ասում են։ Ես ունեմ, ասեմ ձեզ, շատ մեծ տարբեր ոլորտի գործեր, աշխատանքներ, որ կարամ իմ թանկարժեք ժամանակը օգտագործեմ իմ անձնական գործերի համար։ Այսօր ամենաթանկ բանը ի՞նչն է աշխարհում։ Ժամանակն ու առողջությունը, հայրենիք ասենք, ընտանիք ասենք, այդ մնացածը կարանք նշենք մինչև առավոտ, բայց եթե դու քո առողջությունն ու ժամանակը ներես դնում քաղաքականության համար, դառնում ես քո պետության գերին, ծառայում ես քո պետության համար, հասկանում ես, եթե դու քեզանից բան ես ներկայացնում, ժողովուրդը պետք է քո կողքը կանգնեն ու քեզ ընտրեն, դու գնաս առաջ։ Ես հիմա ասում եմ ճիշտ ձևով որ մեր ժողովուրդը մտածեն, եթե դու վաղը մարդուն ձայն եք տալիս, ասեմ ձեզ, ու պետք է մտածեք մեր 10 տարի, ամենակիչը 10-ից 15 տարի, ինչա կատարվելու այդ մարդկանց թմի հետ, որովհետև ես դիմել էի արտախորհրդանական ժողովի ժամանակ վարչապետին, ինչ էի ասում էի, փոփոխություն կատարեք ընտրությունների ժամանակ, որ բոլոր կուսակցությունները մասնակցում են ընտրության, այդ ժամանակահատվածում ներկայացնեն բոլոր իրենց տեխնացուներին հաղթելու ժամանակ, ընտրությունները շատ ձայներ հավաքելու ժամանակ, ով ինչով է զբաղվելու, որ մեր բոլոր քաղաքացիներ իմանան, մեր ապագան, մեր երկրի ում ձեռքն է լինելու, ով ինչով է զբաղվում, բժշկական ոլորտով, ռազմական ոլորտով, իրավապահ ոլորտով, առողջական ոլորտով, մշակույթի ոլորտով, ով է լինում նախարարները, ուզում ասեմ, ով է լինում նախարարները։ Դուք հիմա ունեք այդ թիմը։ Ես միշտ պատրաստ եմ ունեցել, բայց հիմա, եթե ես որոշեմ մասնակցեմ, պետք է հիմա
փոփոխություններ կատարվեն, որտեղ այս ժամանական ընթացքում շատ բաներ է փոխվել կուսակցության ներսում նույնպես մարդկանց հետ կապված, ուղղակի մեծ աշխատանք է, պետք է մենք կատարենք նույնպես, բայց մենք ամեն ինչով պետք է ցույց տանք, որ գալիս ենք ոչ թե մտնենք մենակ խորհրդարան, այլ գալիս ենք իսկապես ծառայենք պետությանը, որ արդյունավետ աշխատանք կատարենք մենք։ Մարդիկ գալիս են առան փորձ, մտնում են խորհրդարան, այսօր ինչն ամենացավալին, որ գալիս են խորհրդարան, ամեն օր աշխատանքի տեղը իրար վիճում են, իրար վիրավորում են, իրար քաշքշոցի մեջ են կմնում, ցույց են տալում ով ուժեղա, ով դուխով է, տղեկ, եթե դու տես դուխով եք, հավաքվեք, գնացեք սաման, Արցախը հետ բերեք։ Ինչ ասեմ, եթե տենց ուժեղ եք, իսկապես գնացեք տարբեր սպորտի սրաներում մարզվեք, իրար մի խփեք, մի վիրավորեք, աշխարհը նայում է մեզ։ Մենք հին ազգ ենք, հին մշակույթով, կրթված, զարգացած առաջի քրիստոնյան ենք մենք, առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք ցույց ենք տալու, որ այդքան անդաստիրակ ենք, որ չենք կարող մենք խորհրդարանը հարգենք, աշխարհի ամենակարևոր մարմինն է, բոլոր երկրներում աշխարհի խորհրդարանում աշխարհով մեկ ամենագլխավոր մարմինն է իրանց պետության։ Եթե մենք խորհրդարան երկիր ենք, հասկանում եք, չէ՞։ Հիմա ասեն մենք աշխարհով մեկ խայտարակ ենք լինում։ Ինչքան կարելի է գալ խորհրդարան վիրավորել իր աշխատելու տեղը։ Դիմիկվանի ժողովուրդ ջան, դու տեսեք ով է խորհրդարանում, որ գալիս են ձեր այն հարկերը, որ մուծում ենք մեր ձեր աշխատանքը աշխատում եք, ձեր աշխատավարձից հարկեր եք մուծում։ Այսօր падգամավորները աշխատավարձ են ստանում ու գնում են ծառայելու տեղը, աշխատելու տեղը վիճաբանությունով են զբաղվում։ Այդ դրանք իրավունք չունեն էլ խորհրդարան մտնեն, ոչ մեկը։ Պարոն Արձականցյան, դուք հիմա ընդդիմադիր եք, թե իշխանամետ։ Ասեմ ձեզ, որ իշխանամետ լինեի, այսօր հրապարակում այդ շենքի մեջ ես կաշխատեի։ Ես այսօր իմ կուսակցությունով մենք ընդդիմադիր ենք եղել ու մտածում ենք ինչ ձևի մենք կարողանանք գանք տարբեր ուղղություններով մեր գործով ծառայենք մեր պետությանը։ Հտածում ենք։ Տեսեք, այ օրինակ դուք պատրաստ եք ինչ որ դաշինքի կազմով մասնակցել, դուք խոսում եք միասնությունից, դուք պատրաստ եք եթե լինի այլ վարչապետի թեկնածու, աջակցել այդ թեկնածուին, այլ ոչ թե դուք առաջադրվել։ Ես խնդիր չունեմ այդ մասին։ Ես խնդիր չունեմ, եթե մեկը ինձանից լավ աշխատանք պետք է կատարի, հանուն հայրենիքի պետք է պաշտպանենք, գնանք առաջ։ Պարոն Արձականցյան, մի փոքր խոսենք նաև ձեր բիզնես գործունեությունից, նախ ինչով եք հիմա զբաղվում, բացի քաղաքականությունից, որտեղ ոնց հասկանում եմ, այդքան ակտիվ չեք վերջին շրջանում քաղաքականության մեջ եւ կարծես թե դեռ չեք էլ որոշել կակտիվանաք թե ոչ, իսկ բիզնես ոլորտում ինչ նոր նախագծեր ունեք, Հայաստանում արդյոք ներդրումներ անելու եք, թե ավելի շատ կենտրոնացած եք դրսի վրա։ Արեմ ասեմ, ամենամեծ աշխատանքը, որ ես այսօր կատարում եմ ու կատարել եմ, ու ամենամեծ ընկերություններին ասեմ, ամենախոշոր ներդրումներով Հայաստան ես եմ արել ու ինձանից ավել խոշոր մեծ ասեմ ձեզ ներդրումներ կատարող չի բերել բացի ինձանից ոչ մեկը Հայաստան, որը այդ ընկերություններն էլ երկար տարիներ աշխատել են ու սոցիալական մեծ աշխատանքներ են կատարել ու մինչև հիմա հույսով եմ ժողովուրդը հիշում են, որ Vivace MTS-ը ինչ աշխատանքներ է կատարել, իրեն մեծ պրոֆեսիոնալ աշխատանքով էլ իրեն ինքը ցույց է տվել, ասեմ Ռայֆը Երնիկյան ու ինքը աշխատում էր իմ ընկերոջ ընկերությունում որպես պրեզիդենտ կամպանիայի Հայաստանի Vivace MTS-ում Ռայֆը մեր հայրենակիցները լավ գիշեն, որ գշեր ցերեկ տարբեր մարզերում ինչքան աշխատանք են կատարել MTS-ին ժամանակին ես եմ իմ ընկերն է Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, ես եմ իրեն հրավիրել Հայաստան, խոշոր ներդրումներ է կատարել
ու ամենամեծ սոցիալական աշխատանքները իրենք են կատարել, բացի իրանցից ոչ մեկ այդպիսի աշխատանքներ չեն կատարել։ Ամենակարևորը ուզում եմ ասեմ ձեզ, որ սանկցիաների տարբեր պատճառներով MTS ընկերությունը իմացավ իրանք էլ նույնպես Հայաստանում կընկնեն սանկցիայի մեջ, բայց ասում փառք այսօր ամենախոշոր կամպանիան է Ռուսաստանում MTS-ը սանկցիայի տակ չի գտնվում ինքը, բայց իրանք իրենց ապահովելու համար որոշեցին վաճառեին այդ ընկերությունը, այդ ընկերության վաճառքի մեջ մասնակցել եմ ես, անձամբ բանակցություններ եմ կատարել, որ նոր գնորդը 20%-ը, որ տարբեր ներդրողներ կային, ճիշտ ասած, դրանցից ես ընտրեցի վաճառքի իրավունքները ստացել էի ես անձամբ, մեր ընկերությունով, մանդատը իմ մոտ էր, ես որոշեցի, որ օտար երկրյա ներդրումներ մտնեն Հայաստան, անվտանգությունը բոլորովին պատասխանատվությունը վերցնա մեր անվտանգության ծառայությունները ու մեր պետությանը պետք է իրանք փայաբաժին տան, որովհետև ինչու՞ չէ, որ այդ շահույթներից պետությունը կարողանա տարբեր սոցիալական խնդիրներ լուծի։ Այսինքն խոսքը նոր գնորդի մասին է։ Նոր գնորդ, այդպես էլ կատարվեց 20% այսօր պետությունն է մասնակցում, Վիվասել ընկերության մեջը փայաբաժին ունի ու ես գտնում եմ այդ ամենը շատ լավ գործարք կատարվեց, որովհետև այլ պետությունը նամակներ չի գրի Վիվասել ընկերությանը, իմ խնդրում եմ ես հարցերը սոցիալական օգնեք, աշխատանքներ, ձեր շահույթներից այս աշխատանքը կատարեք, ես արեք, հիմա հանգիստ արդեն ես չգիտեմ կառավարության որ բաժինն է զբաղվում դրանով, այդ շահույթներից կարան տարբեր խնդիրներ լուծեն, որտեղ մենք այսօր այդ կարիքը մեր կառավարությունը ունի, մեր բյուջեն ունի, որ այդ խնդիրները լուծելու համար։ Ես տեղյակ եմ նաև, որ դուք հիմնադրամով բավականին գործունեություն եք ծավալում, այդ թվում ֆինանսավորում եք նույն սպորտի ոլորտում, հովանավորում եք տարբեր սպորտսմենների, երիտասարդներին եք օգնում, այ մի փոքր կներկայացնեք ինչ գործունեություն է ծավալում հիմնադրամը։ Գիտեք, ես 18 թվականից հետո մենք ֆորմատ ասեմ փոխեցինք հիմնադրամի աշխատանքները, հիմա շատը ես առողջ ապրելակերպի ունեցող ուղղությամբ եմ զբաղվում, տաղանդավոր երեխաներին ենք մենք օգնում, սպորտի ոլորտում ենք մենք զարգացնում, զբաղվում ենք, օրինակ այդ ոլորտը շատ թույլ է եղել գեղարվեստական մառնավարության ոլորտին, որ այսօր իմ տիկինը աշխատում է, մենք շատ խոշոր աշխատանք ենք կատարում, շատ ենք օգնում մեր հիմնադրամով ու տարին 2 անգամ մրցույթներ է կազմակերպվում միջազգային, 1000-ից ավել տարբեր սպորտսմեններ գալիս են Հայաստան, մասնակցում են մրցույթներին ու ասեմ ձեզ մենք շատ աշխատանք են կատարում, որ սպորտսմենները գալիս են այստեղ, գնան այստեղից իրենք լավ տրամադրությունով ու իրենց տարբեր խնդիրները ֆինանսական մենք վերցնում ենք մեր վրա, տարբեր հյուրանոցները, ցույց տանք Հայաստանը, տարբեր զբոսաշրջիկների հետ մենք տալիս ենք իրենց ման են տալում, մեծ տուրիստական աշխատանք են կատարում, ոչ թե մենակ գան մասնակցեն մրցույթներում ու գնան, իրանք որպես զբոսաշրջիկ նույնպես ման են գալում մեր հայրենիքը տեսնելու համար տարբեր տեսարժան վայրերը ուսումնասիրելու, որ տեսնեն մենք իսկապես ինչ հին պատմություն ունենք, մենք ինչ մշակույթ ունենք ու ասեմ ձեզ մի հատ էլ ավելի հետաքրքիր բան կատարվեց, որ Նատալիա Արզականցյանին հնարավորություն ստեղծվեց, որ ինքը Ժերեբիովքի ժամանակ շահեց աշխարհի գավաթի մրցումները փետրվարի 21-ից թե 26-ից 10 օր լինելու է Հայաստանում գեղարվեստական մարզնամարզության 10 օր 3000 համարյա մինիմում 3000-ից ավել, դաժե ասեմ ձեզ երեխաներ են գալիս Հայաստան 10 օր մասնակցեն այդ մրցույթներին, մեր ժողովուրդն էլ անվճար է կարող է գան, դիտեն, մասնակցեն իրանց երեխաների, ինչ ասեմ, մրցույթները դիտելու համար։ Պարոն Արզականցյան, մի հարց էլ քննարկենք, որը շատ է խոսվում, ձեզ կապում է Ռուսաստանի Դաշնության հետ, ասում են, որ դուք Ռուսաստանի ազդեցության տակ եք, այնտեղից ձեզ գործուղում են, երբ որ պետք է գալիս եք մտնում եք Հայաստանի քաղաքական դաշտ, հա, ինչ կասեք այս մասին։ Ուրեմն դա իսկապես խնդալու է, որովհետև ասեմ ձեզ, ես միշտ մեր ժողովրդին ասեմ,
հիմա մի հատ sense որպես բժիշկ ասեմ դիագնոզը ստեղծվե դիագնոզ մեր ժողովրդի մոտը որ Ռուսաստանը այսօր խոսքի մեր գործընկերը չի բայց մենք հարց ենք տալիս մենք էլ մեզ մեր երիտասարդները շատերը պատմություն չգիտեն շատ վատ է եթե ասում ուզում ես ազգդ դաթարի զարգանալ դու պետք է չծանոթացնես քո ապագա սերունդին պատմությամբ ազգիդ պատմությամբ եկեք ասենք ամենախոշոր կառույցները ոչ թե ռուսներին են պաշտպանում սովետական միության ժամանակ ամենախոշոր կառույցները ով է կառուցել սովետական միության բյուջեի շնորհիվ կառուցել են մետրո կառուցել են համալիրը որ գնում ենք վայելում ենք կառուցել են հրապարակը մեր օպերայի շենքը ամենախոշոր կառույցները ու հանքարդյունաբերության բոլոր խոշոր գործարանները ու ժողովուրդ ջան մեր պետությունը լավ ապրեց սովետական միության ժամանակ մեր քաղաքական գործիչների շնորհիվ մանավանդ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ մեծ աշխատանքներ կատարվել ու մեծ ներդրումներ ու մեծ գումարներ ծախսվել մեր պետությունում սովետական միության բյուջեից ու ասեմ ձեզ ռուս ազգի հետ մենք պետք է կարողանանք շփվել աշխատել ու մեծ ձեռքբերումներ ունենանք, որովհետև իսկապես իրանք գործարար ժողովուրդ են։ Մենք իրենց հետ չենք համագործակցում, մենակ քննադատում ենք։ Անգործ մարդն է քննադատում։ Դու փորձել եք իրանց հետ աշխատել։ Եթե իրանց հետ աշխատում եք, վաստակում եք տարբեր ուղղություններով։ Ես Հայաստան եմ եկել, տասնյակ միլիոն դոլարներ եմ բերել Հայաստան, ներդրումներ եմ կատարել, Ռուսաստան Ես վաստակել եմ այնտեղ աշխատելու ժամանակ։ Այ մի փոքր կպատմեք ոնց է ստացվել, որովհետև շատ հաճախ տարբեր լեգենդներ են հյուսում, ոնց եք կարողացել։ Ոնց եմ կարողացել։ Ես ուսանող ժամանակ ես մեկ քանի անգամ իմ բնութագիրը որ պատմել եմ, ասել եմ, կա ֆիլմ, ասել եմ, որ ես ոնց եմ 24 տարեկանում ունեցել ամենակիչը 2000 աշխատող Զաբայկալիայում 500-ից ավել Քևերում։ Այդ ունեցել եմ մեծ փորձ այդ ժամանակ։ Այսօրվա բոլոր քաղաքական գործիչները, որ այսօր գործում են, ընդդիմադիրները նույնպես այդ տարիքում իրենք, չգիտեմ, քանի հոգանոց իրենք ունեցել են կոլեկտիվ աշխատանք։ Ուրեմն ասեմ, ոնց եմ հաջողացել։ Ուսանող ժամանակ ես տեսնում էի ինչ է կատարվում Սովետ միությունը ինչ հնարավորություն է տալիս, որ բիզնեսում ինչ է կատարվում, որ ոլորտով կարան գնանք, այն ժամանակ կամպանիաներ չկար սեփական։ Կար պատենտի գումարը մուծում էիր, հետո դրանից պատենտից հետո, ասեմ, ունենում էիր կոոպերատիվ էլ չէր բացվել։ Ես պատմում եմ 88 թվականից եմ խոսում։ 88 թվականին ես պատենտը ստացա, ուրեմն հանդիպա ես հոսպիտալում, որ հերթապայում էի, Վայենի հոսպիտալում, ֆելդշեր էի աշխատում, այդ ժամանակ ինձ մի հատ գնդապետ, որը շինարարական ջոկատի ջոկատ էր ղեկավարում, ու պայեսները իր մոտ էր, որ ապահովում էին տարբեր հագուստներով շինարարական, ինձ ասեց, ասա Արձականցյան, կարող է քո հայրենակիցները այստեղ աշխատում են, տարբեր աշխատանքներ են կատարում շինարարական ոլորտով, տեքստիլով են զբաղվում, կարաս իրանց հետ խոսես, աշխատանքային շորեր իրենք կարեն ու ձեռնոցներ։ Ասեցի նմուշները տվեք, փորձեմ, գնամ, գտնեմ, պայմանավորվեմ։ Նմուշները տվեց, ասավ ամենքից այսքան ինձ պետք է։ Ճիշտ ասած, տունը այդ ժամանակ Վարձով էի մնում, մեր բուժքույրերից էր, ինքը սենյակ էր տվել Վարձով, մնում էի, ասեցի, Տյոթյա Լյուբա կարաս, ես խոսքի, ես աշխատանքային ձեռնոցներից կարես, ասավ ես Վայենի չաստից կարաս գնաս, իրանք բրեզենտից պալատկեք ունեին, վաճառում են ասում, օգտագործածները մեկ քիչ էժան գնով տալիս են, կարաս գնես բերես, մենք ձևենք ես հարևանի հետ կսկսենք։ 3 կարի մեքենավ սկսեցին,
Մեր 2-3 շաբաթից 3 կարի մեքենան դարձավ 5 կարի մեքենա, այդ նմուշները կարեցին, տվեցի, տարա, տվեցի, դուրներն եկավ, մեկ էլ մի հատ թղթի վրա վերցրեց պայմանագիր իր ձեռքով գրեց, առաջի անգամ պայմանագիր եմ տեսնում, 20 քանի տարեկան երիտասարդ տղա, ասում ինչ խելքով մարդ է, այս պայմանագիր է գրում ձեռքով, այնց հետաքրքիր է, մեկ էլ տենամ 5000-ած սրանից, 10000-ած սրանից, 50000-ած սրանից, ես արդեն ասում եմ, ստոպ, այդքան ճիշտն ասած, ես այդքան գումար չունեի այդ ժամանակ, որ ներդնեմ ու դրա մեջ ու որ կարողանանք արտադրենք այդ ամենը։ Ես իրեն ասեցի, կարամ 5% զեղ շտամ ձեզ, այս պատվերի գնից, դուք կանխավճար տաք, ես գնամ այդ խնդիրները լուծեմ ու ինձ X օրվա ժամանակ, խոսքի 3 ամսվա ընթացքում ես կարամ կազմակերպեմ այս արտադրությունը ու ձեզ տամ այդ գումարի դիմաց։ Ուրեմն պայմանավորվանք, Սբերբանկ փոխանցեցին գումարը, Սբերբանկ զարմացան այդքան գումար է եկե, ասին շատ է այս գումարը, օբեխեցենք սկսի ձեզանով զբաղվել։ Այնց հետաքրքիր էր, հետո տարբեր ընկերների դիմեցի, իրենց անուններով Սբերբանկի գրքուկ հանեցի ու իրենց փոխանցումները տարբեր անուններով ուղարկեցին, ես կազմակերպեցի, ասեմ ձեզ 3 ամսվա մեջ ես մեկիչ ուշացված տվեցի բոլոր քանակը, գնացել եմ Կեմերովո, այնտեղից կարի մեքենաներ եմ ձեռք բերել, գնացել եմ Իվանովո, այնտեղից կտոր եմ ձեռք բերել ու տարբեր տեղերից էլի կարի մեքենաների ձեռք բերում ու այտենց հասցրեցի կոլեկտիվը դարձավ 6 ամսվա ընթացքում 2000-ից դաժե ավել։ Այդքան մարդ է ղեկավարում, այդ ժամանակ ունեցա մեծ աշխատանքային փորձ ու սկսեցինք արդեն զարգացնել բժշկական խալաթներ արդեն կարել նեֆտի, գազի ոլորտով զբաղվողների հետ, այդ բոլոր Գազպրոմի հետ, տարբեր նեֆտի արտանողների, նեֆտամթերքի հետ զբաղվողների հետ, այդ բոլորի հետ շփվում էինք, գնում էինք, պայմանագրեր էինք կնքում, իրենց հատուկ հագուստների նմուշները տալիս էին, պատրաստում էինք, հետաքրքիր ու խոշոր բիզնես էր։ Հետո այդ գումարները ներդրեցի տարբեր ոլորտների, առևտրի կենտրոն, հանքային ջրերի գործարան, մեր քևերից աշխատողներ էի տալը, հանքային ջրեր, լիմոնադներ էինք արտադրում, ու բացի այդ բենզալցայկաններ էինք սկսել արդեն սարքել, այսօր լեզվով ասենք բենզակալոնկեք, նեֆտոբազա վերցրեցի իմ ղեկավարության տակ, այտենց սկսեցինք խոշոր բիզնես ստեղծել, հետո ալկոգոլի թույլատրություն ստացա օղի արտադրելու, ու շրջանառությունը շատ խոշոր էր ու սկսեցինք արդեն զբաղվել լուրջ բիզնեսով, հետո հեղափոխություն եղավ 92 թվականին, Սովետամիությունը քանդվեց, մենք շատ մեծ ծանր շրջան անցանք, հանցագործներ եկան, արդեն օրենքի տեղը թելադրում էին տարբեր օրենքներ, ասում փառք, որպես ես մարզի ճանաչված սպորտսմեն, ինձ Զաբայկալիայում հարգում էին ու բոլոր այդ ժամանակական ընթացքում տարբեր սպորտսմեններ, որ սկսեցին կյանքը փոխել, ուրիշ ոլորտ գնացին, ասես կրիմինալ, այդ մեզ ասում փառք չէին խանգարում, մենք աշխատում էինք ու զարգացնում էինք բիզնեսը, հետո 94 թվականին տեղափոխվա Մոսկվա քաղաք, Մոսկվա քաղաքից 97 թվականին վերադարձա Հայաստան եղբորս դեպքից հետո, մինչև եղբորս դեպքը, որ դաժան դեպք պատահեց, եղբորս մահացավ, ես եկա արդեն Հայաստան որոշեցի ներդրումներ կատարեմ, բայց տեսնում էի, որ էկոնոմիկան ոչ մի ձևի չէր խոսում Շաութի հետ, այտենց էլ ասեմ, մենք որոշեցինք մեր փորձը օգտագործենք ալկոգոլի ոլորտում, ալկոգոլով կարանք մենակ զարգացնենք, բայց էլի շատ դժվար էր էքսպորտը, որտեվ այդ հանցագործ խնդիրները շատ մեծ էր Վրաստանում, ճանապարհում թալանում էին մեքենաները, ես ուզած վարձում էի 4 հատ խոշոր 50 տոննանոց ինքնադիր վարձով վերցրել էինք, տեղափոխում էինք ինքնաթիռով ապրանքը, շահույթը նվազում էր, որտեղ ինքնաթիռների արժեքը շատ մեծ էր, մեծ աշխատանքներ ենք կատարել, ինչ ասեմ, դիմացել ենք, հաղթահարել ենք, ամենակարևորը մեր
նպատակին հասել ենք, ինչ ուզել ենք։ Այսինքն կարող ենք ֆիքսել, որ զրոյից եք սկսել դուք։ Չեք ունեցել ոչ մի նախնական կապիտալ, հարուստ ծնողներ, այնտեղ օգնող մարդիկ։ Ես բանակից սպասիլկայի ուղարկում ծնողներից, բանակից եղբորս սպասիլկայի ուղարկում, եղբորս էլ էր ծառայում, եղբորս էլ սպասիլկայի էլ ուղարկում։ Մեր մոտ այն ժամանակ այդ արտասահմանյան հագուստները դեֆիցիտ էր սովետի ժամանակ։ Մեր վայենտորգում այդ ամեն ինչը կար։ Ես էլ բանակ տեղում էի լավ գումար աշխատում, ճիշտն ասած, հա, ու այդ գումարով ես կարողանում էի էլի լավ հագուստներ բարեկամներին, ծնողներիս, բոլորիս գնում էի Պասիլկայի սարքում ուղարկում էի։ Պարոն Արձաքանցյան, հիմա ինչ նպատակներ ունեք։ Հիմա, հա, այս պահին։ Այս պահին ասեմ ձեզ, հիմա ես շատ, որ ասում եք, շատը գործ բիզնեսով եք զբաղվում, դրա մեջ շատ մեծ իրականություն կա ու բիզնեսով զբաղվում եմ, որովհետև ես արդեն 3-20 տարեկան երիտասարդ չեմ, պետք է ինձ շատ ուժեղ ֆինանսական ֆունդամենտ ստեղծեմ, որ կարողանամ դիմացի արդեն այն 10 տարուց հետո, 15 տարուց հետո վայելեմ իմ վաստակածը ու դրա համար այսօր բիզնես ոլորտը իմ համար շատ հարազատ է ու ես նայում եմ շատ լուրջ ու մեր տնտեսությունը զարգացնելու համար նույնպես ներդրումներ բերել Հայաստան շատ կարևոր է իմ համար ու քաղաքականությանը մեծ ուշադրություն եմ դարձնում, հետևողական եմ ամեն քայլին ու տեսնում եմ ինչ է կատարվում, այս ընթացքում արդեն տեսնում եմ, որ 15-ից ավել արդեն տեսնում եմ, որ մենք տեխնացուներ ունենք վարչապետի, ես չեմ ուզում մտնեմ քանակի մեջ, ուզում եմ տեսնեմ մինչև վերջ ինչ է կատարվում։ Հավանած տեխնացու ունեք։ Գիտեք ինչ, այդ մասին չեմ ուզում խոսեմ, որովհետև այսօր ոչ մի տեխնացու չի կարող մենակ մեծամասնություն հաղթի գնա առաջ, մեծամասնության ձայները այսօր մեր ժողովրդից ստանա ու ֆանտաստիկայի դասընթացներից ես շատ հեռու եմ ու մեր ժողովրդին էլ ասեմ, որ մենք եթե մտածում ենք ունենք ուժ, ամեն-մեկը խոսքի 2%, 3%, 10% համարի, ավելի ճիշտ կլինի բոլորով համախմբենք արժանի տեխնացուի կողքը ու գնանք իրար հետ առաջ, որովհետև ճիշտ կլինի համախմբվել։ Չեք կարծում, որ 2026 թվականին էլի Նիկոլ Փաշինյանը կանցնի։ Գիտեք, ես գուշակ չեմ ու այսօր ինչ քաղաքական մեծ քայլեր է կատարվում աշխարհի, ասենց ասեմ, խոշոր երկրների ղեկավարների հետ, այսօր դրա հետ մեր ժողովուրդը մեծ հույս են կապում, որովհետև ոչ մի անգամ, ոչ մի իշխանության ժամանակ մենք այսենց արտաքին աշխարհի հետ մեծ աշխատանքներ այս ձևի այս մակարդակով չի կատարվել ու այսպեսի խոշոր պաշտոնյաներ Հայաստան չեն եկել։ Պենսիոնի նկատի ունեք։ Այո, չեն եկել Հայաստան, բայց ամենակարևորը, որ ասեմ, մենք պետք է շատ ուշադիր լինենք, գոնե այս անգամ չխաբնվենք, ճիշտ որոշում կայացնենք ու արժանի տեխնացուի ձայները ձեր ամենաթանկը ժողովուրդ ջան, ձեր ձայնն է, որ կապում է մեր ժողովրդի ճակատագրի հետ, ձեր երեխաների ճակատագրի հետ։ Մենք պետք է մի 50 տարի սենց երկար ճանապարհի նայենք, 50 տարի մինիմում, որ թե դու մտածում ես քո պետության ճակատագրի մասին, որովհետև մենակ մեր կյանքի տարիքների քանակից կախված չէ, քանի տարի մենք պետք է ապրենք։ Մենք ունենք երեխաներ, մենք ունենք թոռնիկներ, իրենք պետք է բարձանքով վայելեն մեր թողած երկիրը։ Մենք պետք է իրանց խնդիրներ չթողենք, պետք է մենք իրանց լուրջ արդյունավետ ծրագրեր ներկայացրած գործեր թողնենք, որ կարողանան իրենք վայելեն։ 2018-ից հետո ներդրումներ բերել եք Հայաստան, թե մինչև 2018 թվականն եք այդ ուղղությամբ աշխատել։ Բերել եք։ Այո։ Կարող եք նշել
Դիվասելի աշխատանք հենց որ կատարվեց 200 միլիոնից ավել մարդիկ ներդրեցին, գործարքը կատարվեց, հիմա էլ իրենք այդ կապիտալը սարքել են 500 միլիոնից ավել, տարբեր տեսակի արժեթղթեր են բաց թողել, շուկայում աշխատում է, մեր ժողովուրդն էլ այդ արժեթղթերից արդեն շահույթ է ստանում։ Մեծ աշխատանք է, բացի այդ էլ հիմա մեծ խոշոր ընկերությունների հետ բանակցություն եմ տանում, որ մտնեն Հայաստան, հանքարդյունաբերության ոլորտով զարգացնեն տարբեր ոլորտներ, որոնցից մեկը իմ բիզնեսներից մեկն է։ Այ օրինակ, եթե համեմատական տանեք մինչև 2018 թվականն եւ 2018-ից հետո, երբ է ավելի հեշտ եղել, չնայած մինչև 2018 թվականը դուք նաեւ ներգրաված եք եղել որոշակի չափով իշխանության մեջ, բայց երբ էր ավելի հեշտ ներդրողներին, երբ էր ավելի գրավիչ, ավելի շուտ Հայաստանը ներդրողների համար։ Ասեմ ձեզ, այն ժամանակ իմ համար ավելի հեշտ էր, որովհետեւ ես իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, ես կարող եմ շուտ կազմակերպել այդ բանակցությունները, հանդիպումները, որտեղ ես միշտ մտածել եմ մեր պետության մասին, ասում եմ ես, իսկապես ես պետականապես մարդ եմ, պետության մասին շատ եմ մտածում, մեր տնտեսությունը զարգացնելու ու պարծենում եմ ես ուրիշների դեմ, որ մենք լավն ենք, մենք լավ ազգ ենք, մենք բոլորից լավն ենք, ես միշտ լավն եմ ասում, մեր ժողովուրդը ամենալավն է, միշտ լավն եմ ասում իսկապես, որ մենք մտածենք, եթե մենք խնդիր ունենք մի բանով վատ բան ենք անում, մտածենք լավը անենք, վերականգնենք մեր ամեն ինչը, մենք բոլոր մեր մինուսները պետք է մենք անենք պլյուս, որ արտաքին աշխարհի մենք ցույց տանք, մենք իսկապես լավն ենք, ոչ թե խոսքով, այլ գործով, օրինակով, օրինակելի լինենք ամեն ինչի մեջ, լավ օրինակելի լինենք։ Ու ասեմ ձեզ, այսօր էլ իրեն պլյուսները շատ կա, որ ասեմ ձեզ, չկա կոռուպցիայի ոլորտը։ Այսօր որ պետք է մենք, ասեմ, տարբեր հարցերը, որ մենք ունեինք խնդիրներ, որ սահման ապրանք էր մտնում, մենք խնդիրներ էինք ունենում։ Տարբեր ապրանքները պետք է դու մաքսային անցկացնեիր, խնդիրներ ունենում։ Նախկինում։ Այո, բայց այսօր չկա այդ խնդիրը։ NDS-ի հետ խնդիր էինք ունենում, բայց այսօր NDS-ը դու հաշվետվությունը հանձնեցիր, NDS-ը հետադարձ ստանում ես, այն ժամանակ շատ մեծ խնդիրներ կար, ու այսօր գյուղատնտեսական ու փոքր բիզնեսին ֆինանսավորում են, որ ասենք չեն ֆինանսավորում, սխալ է, ու տալիս են շատ էժան, վարկեր ժողովրդին։ Դե բայց ունենք նաև այլ բացասական կողմեր, չէ, այսինքն ինչ կորուստներ ամեն ինչ կա, բայց ասեմ ձեզ, այս ձևի գյուղատնտեսականը օգուտ տվող գործարքներ մենք չենք ունեցել։ Կարող են էժան վարկեր ստանան, թե տարբեր տեսակի գյուղատնտեսական կենդանիների, խոշոր եղջերավորների, տարբեր թռչունների, ասեմ թռչնաբիծականների, ֆիրմաների զարգացման համար, թե խաղաղագործության համար, հացահատիկի համար, բոլոր ոլորտներով այսօր ունեն չափանիշներ բիզնեսի ֆինանսավորման տալիս են ու ասում է 50%-ն էլ կարող է հետո պետությունը վերցնում է իր վրա, իր ծախսերի վրա, տարբեր ոլորտներով։ Մենք չենք ունեցել այդ։ Չենք ունեցել, ոչ թե այսօր դնում եմ, ես ասում եմ, հա, ասեն Արձականյանը դրերը համընդդիմադիր ամտնում է այսօրվա իշխանությանը կովում է, բայց կան լավ արած աշխատանքներ, կան թերությունները միշտ կան, բայց դեպի լավին շատ բան եմ տեսնում ես։ Այսինքն, եթե համեմատում ենք ամեն դեպքում տնտեսական առումով, հիմա ավելի լավ է, քան առաջ։ Այո, զարգանում է, այո։ Ու ասեմ ձեզ, զարգանում է ու ոչ մեկ էլ չի գալիս, ասում ես քո հետ փայատեր եմ։ Առաջ ասում էին։ Դա եկեք հիմա ես Չէ, դե դուք եղել եք մեջը, չէ՞, հասկանում եմ, չեմ ուզում դրանից խոսում։ Ես գիտես ինչ եմ, առաջ ընթաց գնացող մարդ եմ։ Ես որ գնում եմ առաջ, էլ ինչ եղել է առաջ ինչ եղել է, այն բաներ չեմ ուզում հիշեմ։ Գիտես, որտեվ եթե դու հիշում ես այն անվատը, միշտ վատը հիշես,
դու առաջընթաց չես կարող ունենաս։ Մարդու sense օրգանիզմը գիտեք ինչ է։ Sense միացած բան ասեմ։ Եթե դուք կարող եք մի հատ sense ասեմ, որ վատ լուրեր լսում եք, հավաքվում եք, կուտակվում եք ձեր ուղեղի մեջ, շատ դժվար է այդ ամեն ինչը մոռանալը։ Իսկ եթե վատ կերակուր եք ուտում, կամ այդ կերակուրը փչացած է կամ ձեր օրգանիզմը չընդունեց, դուք ստամոքսը կարող եք հանգիստ մաքրել, հասկանում եք, չէ՞, բայց ուղեղը չես կարող շուտ մաքրել։ Պարոն Արձաքանցյան, մի հարց էլ եւ արդեն ավարտենք։ Դուք բավականին շատ գումար ամեն դեպքում ծախսել եք քաղաքականության վրա։ Արդյունքներից գոհ եք։ Գիտեք ինչ, ես ոչ մի անգամ ասեմ ձեզ, որ իմանաք։ Իմ արածները չեմ ափսոսում, թեկուզ մեծ կորուստներ ա եղել։ Ես ափսոսում եմ, ինչը չեմ արել։ Էդ է իմ մոտ։ Եթե դու նստես ափսոսես, կմնաս տեղ, կմնաս այդ ափսոսացի մեջ է։ Շնորհակալ եմ, պարոն Արձաքանցյան, մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր բոլոր նախագծերում։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավոր Նևին ապհաշվապահական ընկերությունը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, լայքեք, մեկնաբանություններ գրեք, թե ում կուզեք տեսնել որպես հյուր, ինչ թեմաներ կուզեք քննարկվեն։ Նաև դարձեք աջակից մեզ Patreon համակարգում, ինչպես նաև Donation Alerts համակարգի միջոցով կարող եք աջակցել մեր հաղորդմանը։ Լավ եղեք, կհանդիպենք։